Տիկին Այդար, մենք ձեզ հիշում ենք ամիսներ առաջ Շենգավիթի համայնքապետարանում տեղի ունեցած աղմուկոտ դեպքից դուք վարչական շրջանում որպես մաքրի եք, գիշերային այսպես աշխատում, ցերեկային աշխատում, ներողություն։ Խնդիրն այն էր, որ ձեր աշխատավարձը չէին տալիս, դուք համապատասխան պաշտոնային դիմել եք, որից հետո ձեր պատմելով քաշքշուկ է եղել, ձեր նկատմամբ հայհոյանքներն ինչ էր։ Լինել է այս կրտուկել է եղել, հայհոյանքներ է եղել, որ այսպես ասած թաղապետը ընդամենը իբր թե իր ասելով ընդամենը տվել բանավոր նկատողությունից հետո էլի նորից պաշտոնավարում կոմունալ բաժնի պետը իդեպ ասեմ դրա հաջորդ օրը որ այդ ամեն ինչը ի ցույց է դրվել տղան ասենց ասեմ Հուսեյնի իհարկե հազար անգամ ներողություն ապադին է տվել լրագրողներից մեկը երբ որ ազատություն ձայնը զանգել էր Սերգո Սարգսյանին ու հարցադրում ա եղել էր այսպեսին թե ինչն է պատճառը որ ձեր տղան մարդու վրա էլի նորից ձեռքերը երկարացրել շուրա եկել արտահայտվել է գիտեք ինչ կա իմ տղան շատ ինտելիգենտ տղա է իմ տղան թույլ չէր տա անել այն ինչ որ ինք Այդանը ասում ինքը սուտ է խոսում Այդան որը որ չի իբր թե իր տղեն չի ներկայացել որը որ էլ եմ ասում սուտ է իրանց կողմից 100 անգամ հələ չհաշված երեկվա դրությամբ իրանց աշխատողներից մեկն է եկել մեր շենքը մաքրելու անպատիվ խոսքեր ասել հենց երեք ինչ ասել ձեր գործընկերն է եղել նախկին գործընկերուհին ա եղել երբ որ ես ասի տարածքը այսքան տեղը մաքրեք հողը լցրեք ծակ եղած ասֆալտի մեջը թող անցնի գնա ինձի անբարոյական անվանեց տղամարդ կիներով էր անունը կասեք Էլվիրան, որը որ տեսանյութը ես էլի նորից չգիտես ինչի համարձակություն եմ հավաքել նկարել եմ ուրեմն այդ ամեն ինչի հետ մեկտեղ հարգելիներս աշխատավարձը անենց էին փաստաթղթերով կազմակերպել, որ այս պարագայում իրանք անմեղ են, ես չեմ աշխատել, բացականներ եմ ստացել, մարդու իրավունքների պաշտպանին դիմեցի, մարդու իրավունքների պաշտպանը արտահայտվել մեր պատասխանատու մեր աշխատողները գնացել են, հետազոտել են, ամեն ինչ օքեյ է, փաստաթղթերով իրանք ձեզի բացական ճիշտ են դրել եւ այլն, իբր թե իրանք տեսուչներն են գնացել, որը որ անհամաձայնություն եղավ, ես ասի ես համաձայն չեմ իրանց ասածին ու իրանց արարքին, ասեց եթե դուք համաձայն չեք դիմեք դատարան, սենց արտահայտությունը, բնականաբար ես այդքան ֆինանսներ չունեմ, որ կարողանամ դատարան դիմեմ, չգիտեմ ինչքանով կլինի այն, որ ես երկարքի հաշմանդամ լինելով անել, իմ փաստաթղթերով ես կարող եմ այնպես անել, որ դատարան դիմեմ։ Շատ լավ, դուք հիմա ի վերջո աշխատավարձ չստացաք այդպես էլ, քանի ամսվա աշխատավարձ չեք ստացել։ Այսպես ասեմ, հունվար ամսից 77,000 են պակաս տվել, քանի որ 145,000 եմ ստացել, 68,000 են տվել հունվար ամիսը, իսկ փետրվար ամիսը մինչև ինձ գործից ազատելը 18 օր իրանք ինձ բացակայ են դրել, նաև դա ու հələ չհաշված մի քանի ամսվա ասենք այն որ ես նստած եմ տունը հիմա առանց աշխատանքի չեմ աշխատում ցավոք սերտ չեք աշխատում իսկ դիմել եք ինչ որտեղ դիմել եմ ու անենց ստացվում բանը դիմել եմ Աջափնյակ նույն աշխատանքին բանը նրանումն է այնտեղի ղեկավարությունը զանգել է թաղապետարանը բնականաբար ցեխ է շպրտել որ իբր թե ես վատ մարդ եմ ես բացակայում եմ ես աշխատանքի չեմ գալու իմ լեզուն միշտ ինձանից երկար է փոխադարձ հարաբերություն հարգանք չկա իմ կողմից իրանց նկատմամբ ձեզ բացասական նկարագիր են տվել որի պատճառով չեն ընդունել թե ընդունել դրա պատճառով հիասթափել են չեն ընդունել ու նրանից հետո արդեն դիմել եմ այս պարագայում անգործների տեղը Շնգավիթի վարչական շրջանի, հələ որ ասենք աշխատանքի տեղ չեն բանարել։ Շատ լավ, եթե ճիշտ եմ հիշում, քրեական վարույթ կա, չէ՞, կարծեմ։ Ինչ։ Դուք ինչ կարգավիճակում եք։ Կարգավիճակը Տուժողի որպես
Բնականաբար դեռևս հələ չեն, ճիշտն ասած լրագրողների հետ խոսալուց հաջորդ օրը զանգել են, ինձանից բացատրությունը վերցրել են, այն զանգելն է, որ պիտի զանգեն, մինչև հիմա հələ չեն զանգել։ Քրեական վարույթից տեղեկություն չունեք։ Տեղեկություն չունեմ, բայց երեկվա դրության գնացել եմ քննչական, պարզվում է քննչականի ղեկավարը օրը փոխել է ընդունելության, ուրբաթ օրը չորեքշաբթի օրը պիտի գնա։ Տեսնեմ ինչն է պատճառը, որ հիմա մինչև հիմա քննիչը չի բացահայտում։ Իսկ մեղադրյալ կա գործում, դուք տեղյակ եք։ Մեղադրյալը ինչքան գիտեմ Սերգո Սարգսյանի վերաբերյալ է, որ ինձ ծեծել է, լհերեք չի։ Բայց դուք դատաբժշկական փորձաքննություն անցել եք, ինչ է եղել պատասխանը։ Դրանից մի որոշ ժամանակ, որ լրագրողների հետ խոսացել եմ, դրա հաջորդ օրը քննիչը ուղարկել է դատաբժշկի մոտ։ Բայց դատաբժշկական փորձաքննությունը մենակ եզրակացությունը տրվում է քննիչներին։ Դուք տեղյակ չեք։ Դե ես տեղյակ չեմ։ Որովհետև իրանք ասում են մենք իրավունք չունենք քաղաքացուն տալու, դա քննիչն է վերցնում։